Նա միշտ անտեսանելի է եղել այդ շքեղ վայրում, լուր կատարելով իր առօրյա գործերը։ Բայց մի շոգ օր հոգնածությունն ավելի ուժեղ գործեց, նա անցավ սահմանը։ Այն, ինչ պարզապես լոգանք պիտի լիներ, վերածվեց անսպասելի տեսարանի։ Եվ այնտեղ առաջին անգամ նրան իսկապես տեսան, ու այլս ոչինչ առաջվանը չէր լինի։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Մարինեն միշտ իմացել է, թե որն է իր տեղն աշխարհում։ Կամ գոնե այդպես էր ինքն իրեն կրկնում ամեն առավոտ, երբ արթնանում էր առավոտյան 5:30-ին, դեռ մթության մեջ, որպեսզի 2 ավտոբուսով հասնի Երանի կենտրոն, որտեղ աշխատում էր։ Նրա տեղը լուսանցքում էր։ Անտեսանելի։ Լուր։ Արդյունավետ։ Մի ստվեր, որն անցնում էր Մարտիրոսյանների առանձնատան շքեղ սենյակներով, մաքրելով, կարգի բերելով, ջնջելով սեփական գոյության ցանկացած հետք։ Արդեն 6 ամիս էր, ինչ նա աշխատում էր այդ տպավորիչ տանը, բարձր դարպասներով ու կատարյալ խնամված այգիներով։ 6 ամիս առնչվում էր հատակի սառը մարմարի, բյուրեղյա ջահերի հետ, որոնք արտացոլում էին մի կյանք, որը երբեք իրենը չէր լինելու, լայնարձակ աստիճանների հետ, որոնցով օրական տասնյակ անգամ բարձրանում ու իջնում էր։ 6 ամիս տեսնում էր, բայց երբեք չէր երում։ Ոչ իսկապես։ Առանձնատան տերը, Տիգրան Մարտիրոսյանը, 42 տարեկան մի տղամարդ էր, տեխնոլոգիական ոլորտի հաջողակ գործարար։ Բարձրահասակ, լայնաթիկունք, քունքերին արդեն ճերմակած մազերով, նա ուներ լուրջ, գրեթե մելանխոլիկ գեղեցկություն։ Նրա շագանակագույն աչքերը հազվադեպ էին հանդիպում Մարինեի հայացքին։ Երբ միջանցքներում անցնում էին իրար կողքով, նա պարզապես թեթակի գլխով էր անում, ցրված, միշտ հեռախոսը սեղմած ականջին կամ մտքերով խորասուզված հաշվետվությունների ու բանակցությունների մեջ։ Նրա համար Մարինեն կահույքի մաս էր։ Օգտակար, բայց աննկատ։ Մարինեն չէր նեղվում։ Կամ ծածնում էր, թե չի նեղվում։ Ի վերջո, աշխատանքն աշխատանք է, այս գործի դիմաց լավ էին վճարում։ Ավելի լավ, քան նրա ունեցած ցանկացած այլ աշխատանք։ 31 տարեկանում Մարինեն արդեն գիտեր պայքարի դժվարությունը։ Մեծացել էր տատիկի հետ Շենկավիթի մի համեստ տանը, երբեք շքեղություն չէր տեսել, բայց սեր էր տեսել։ Եվ այդ սերը նրան սովորեցրել էր արժանապատվություն ունենալ, գլուխը բարձր պահել նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը համառորեն ստիպում էր նրան խոնարհվել։ Բայց այդ օրը պիտի այլ լիներ։ Օգոստոսյան այդ խեղդող շոկը, Երանի այդ սպիտակ ու ծանր երկինքը, այդ ուժասպառությունը, որը ներծծվում էր մաշկի միջով։ Ամեն ինչ փոխվելու եզրին էր։ Ուրբաթ էր, Տիգրանը նախորդ գիշեր մեկնել էր Գյումրի, գործնական հանդիպման։ Տունը դատարկ էր։ Լիովին դատարկ։ Միայն Մարինեն ու լռությունը։ Նա առիթից օգտվեց, ավելի խորը մաքրություն անելու։ Լվաց բոլոր պատուհանները, հատակի շրիշակները սրբեց, կարգի բերեց մթերանոցը։ Երբ ուշքի եկավ, արդեն ժամը 4-ն էր, ամբողջ մարմինը ցավում էր։ Քրտինքը հոսում էր ճակատով, վերնաշապիկը կպել էր մեջքին։ Շոկն անտանելի էր։ Մարինեն բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ ննջասենյակներն էին։ Անցավ հյուրասենյակի, աշխատասենյակի կողքով, մինչ կանգ առավ գլխավոր ննջասենյակի դիմաց։ Դուռը կիսաբաց էր։ Նա զգուշությամբ հրեց ներս մտավ։ Տիգրանի սենյակը ընդարձակ էր, մինիմալիստական, ձավորված մոխրագույնի ու սպիտակի երանգներով։ Անթերի հարդարված երկտեղանոց մահճակալ, պատուհանի մոտ ընթերցանության բազկաթոռ, մահճակալի կողքին ժամանակակից լուսամփոփով պահարան։ Ամեն ինչ իր տեղում էր։ Ամեն ինչ կատարյալ էր։ Բայց նրա ուշադրությունը գրավեց լոգասենյակի դուռը։ Բաց։ Բացահայտում էր ամենաշքեղ լոգասենյակը, որ նա երբեք տեսել էր կյանքում։ Սմարմար, ոսկեգույն մետաղներ, կողային շիթերով հսկայական ցնցուղ, անկյունում ջակուզի։ Կարծես ամսագրից դուրս եկած սպա սրահ լիներ։ Մարինեն մի քանի վայրկյան կանգնեց դռան մոտ, ուղղակի նայելով։ Հետո, առանց երկար մտածելու, մոտեցավ ցնցուղին։ Ձեռքը տարավ ոսկեգույն ծորակին։ Զգաց սառը մակերեսը տաք մաշկի վրա։ Եվ հանկարծ մի անհեթեթ միտք ծագեց նրա գլխում։ Միայն մի լոգանք։ Միայն 5 րոպե։ Ոչ ոք չի իմանա։ Նա գիտեր, որ դա սխալ է։ Գիտեր, որ հատում է մի անտեսանելի, բայց այդ տան պատերի պես իրական սահման։
Բայց շոքը, ուժասպառությունը, գայթակղությունը, գոնե մի պահ իրեն այդ շքեղ աշխարհի մի մաս զգալու ավելի ուժեղ գտնվեցին։ Մարինեն փակեց ննջասենյակի դուռը, վերադարձավ լոգասենյակ, բացեց ցնցուղը։ Ջուրը թափվեց ուժգին, գոլ, կատարյալ։ Նա հանեց համազգեստը, ներքնազգեստը մտավ ջրի տակ։ Ջրի առաջին հպումը մաշկին գրեթե հոգոր թեթացում էր։ Նա փակեց աչքերը, թույլ տվեց, որ ջուրը լվանա հոգնածությունը, քրտինքը, ցավերը։ 5 րոպեով նա սպասուհի չէր։ 5 րոպեով նա պարզապես կին էր։ Մի կին, որն արժանի էր այդ հարմարավետությանը ոչ պակաս, քան ցանկացած ուրիշ մեկը։ Բայց տիեզերքը դաժան հումորի զգացում ունի։ Տիգրանն ավելի շուտ էր ավարտել հանդիպումը։ Վերադարձի չվերթը նախատեսվածից շուտ էր մեկնել։ Նա հոգնած էր, զայրացած բանակցություններից, որոնք այնպես չէին ընթացել, ինչպես սպասում էր, այն ամենը, ինչ ուզում էր, տուն հասնելն էր, լոգանք ընդունելն ու քնելը։ Ներս մտավ ավտոտնակից, ուղիղ բարձրացավ իր սենյակ։ Ոչ ոքի գտնել չէր սպասում։ Երբ բացեց ննջասենյակի դուռը, ջրի ձայն լսեց։ Խոժոռվեց։ Գնաց դեպի լոգասենյակ։ Դուռը բաց էր։ Նա բացեց այն։ Եվ այնտեղ Մարինեն էր։ Մերկ։ Ցնցուղի տակ։ Մեջքով դեպի նա, ջուրը հոսում էր նրա մուգ մազերով, թուխ մաշկով։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Տիգրանը քարացել էր։ Ոչ թե ցանկությունից, այլ զուտ ցնցումից։ Մարինեն զգաց օդի սառը հոսանքը, շրջվեց ու տեսավ նրան։ Աչքերը լայն բացվեցին։ Ճիճը խեղդվեց կոկորդում։ Նա փորձեց ձեռքերով ծածկվել, բայց անհնար էր։ Թաքնվելու տեղ չկար։ Տիգրանը հետ քաշվեց, դեռ փորձելով հասկանալ, թե ինչ է տեսնում։ Մարինեն, սիրտը բաբախելով, դողացող ձեռքերով փակեց ցնցուղը։ Բառերը խճճվել էին լեզվին։ Նա ուզում էր բացատրել, ներողություն խնդրել, անհետանալ։ Նա վերջապես արձագանքեց։ Շրջվեց մեջքով, դուրս եկավ լոգասենյակից, փակեց դուռը իր հետից։ Մարինեն լսեց նրա հեռացող քայլերը։ Զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Հենվեց սառը պատին ու սկսեց լաց լինել։ Լուր։ Հուսահատ։ Ամեն ինչ վերջացած էր։ Նրան կհեռացնեին աշխատանքից։ Կնվաստացնեին։ Գուցե նույնիսկ դատի տային։ Ինչպես կարող էր այդքան հիմար լինել։ Դողացող ձեռքերով նա արագ սրբվեց, հագավ դեռ քրտինքոտ հագուստը, դուրս եկավ լոգասենյակից։ Տիգրանը սենյակում էր, մեջքով դեպի դուռը, նայում էր պատուհանից դուրս։ Ձեռքերը գրպաններում։ Լռությունն անտանելի էր։ Մարինեն կուլ տվեց թուքը։ Ձայնը դուրս եկավ թույլ, գրեթե շշուկով։ Պարոն Տիգրան, ես շատ եմ ցավում։ Ես արդարացում չունեմ։ Գիտեմ, որ այն, ինչ արեցի, սխալ էր։ Սարսափելի։ Ես ուղղակի այնքան շոկ էր, մտածեցի, որ դուք այսօր չեք վերադառնա։ Նա չշրջվեց։ Պարզապես շարունակեց նայել դուրս։ Լռությունը ձգվեց։ Մարինեն զգաց, որ արցունքները վերադառնում են։ Ես կհավաքեմ իրերս ու կգնամ։ Կարող եք իմ աշխատավարձից պահել այնքան, որքան արդար կհամարեք։ Ես իսկապես շատ եմ ցավում։ Նա շրջվեց, որպեսի հեռանա, բայց նրա ձայնը կանգնեցրեց նրան։ Մարինե։ Նա կանգ առավ։ Չհամարձակվեց շրջվել։ Պետք չէ գնալ։ Մարինեն թարթեց, շփոթված։ Դանդաղ շրջվեց։ Տիգրանը վերջապես նայեց նրան։ Նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Դա զայրույթ չէր։ Ոչ էլ արհամարհանք։ Դա մի բան էր, որը նա չէր կարողանում վերծանել։ Այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր։ Երկուսիս համար էլ։ Բայց ես հասկանում եմ։ Դրսում 40 աստիճան շոգ է։ Դուք ամբողջ օրն աշխատել եք։ Ես գիտեմ, որ պետք է զգուշացնեի, որ ավելի շուտ եմ վերադառնալու։ Մարինեն չէր կարողանում հավատալ իր լսածին։ Նա ներողություն էր խնդրում։ Ես չեմ ուզում, որ դուք ձեզ այստեղ անհարմար զգաք, շարունակեց Տիգրանը։ Դուք լավ եք աշխատում։ Նվիրված եք։ Սա ուղղակի թյուրիմացություն էր։ Եկեք մոռանանք, որ դա տեղի է ունեցել, լավ։ Մարինեն գլխով արեց, դեռ ապշած։
Թյուրիմացություն։ Նա նրան ելք էր տալիս։ Իր արժանապատվությունը, իր աշխատանքը պահպանելու հնարավորություն։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես խոստանում եմ, որ այլս երբեք պետք չէ ոչինչ խոստանալ։ Եվ կարող ես ինձ ուղղակի Տիգրան ասել։ Նա նորից թարթեց։ 6 ամսվա ընթացքում նա երբեք դա չէր խնդրել։ Միշտ եղել էր պարոն Մարտիրոսյան կամ պարոն Տիգրան։ Բայց հիմա, այս ամենից հետո, այդ անհեթեթ ու նվաստացուցիչ պահից հետո, նա ուզում էր լինել պարզապես Տիգրան։ Նա գլխով արեց։ Լավ։ Տիգրան։ Նա թեթակի ժպտաց։ Կարճ։ Գրեթե ամաչկոտ։ Կարող ես այսօր ավելի շուտ գնալ, եթե ուզում ես։ Երկար օրեր։ Մարինեն շնորհակալություն հայտնեց, որքան հնարավոր է արագ դուրս եկավ սենյակից, առանց հետ նայելու։ Իջավ աստիճաններով, վերցրեց պայուսակը, դուրս եկավ առանձնատնից։ Միայն երբ ավտոբուսում էր, պատուհանից նայելով անցնող քաղաքին, թույլ տվեց իրեն շունչ քաշել։ Սիրտը դեռ անկանոն բաբախում էր։ Ոչ թե ամոթից, այլ մի բանից, որը չէր կարողանում անվանել։ Որովհետև մի կարճ ակնթարթ, երբ Տիգրանը նայեց նրան այդ սենյակում, նա իրեն անտեսանելի չզգաց։ Նա իրեն տեսանելի զգաց։ Իսկապես։ Եվ դա ավելի սարսափելի էր, քան ցանկացած աշխատանքից ազատում։ Հաջորդ օրերին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Ոչ ակնհայտ, ոչ հայտարարված, բայց մանրուքները սկսեցին փոխվել։ Տիգրանը սկսեց ամեն առավոտ ողջունել նրան։ Ոչ թե ցրված գլխով անելով, այլ բարի լույս, Մարինե, ով, որն ուղեկցվում էր 1 վայրկյան ավելի երկար տող հայացքով։ Նա սկսեց նկատել, երբ նա վերադասավորում էր գրապահարանի գրքերը, երբ փոխում էր հյուրասենյակի ծաղիկները, երբ սուրճը այլ կերպ էր պատրաստում։ Մի առավոտ Մարինեն խոհանոցի սեղանին մի տուփ գտավ։ Ներսում բոլորովին նոր շարժական օդափոխիչ։ Ձեռագիր գրությունն ասում էր ընդամենը շոկ օրերի համար։ Նա երկար րոպեներ նայում էր դրան։ Նվեր։ Պարզ, բայց ուշադիր։ Նա մտածում էր իր մասին։ Իր հարմարավետության մասին։ Մեկ այլ անգամ Տիգրանը շուտ եկավ տուն, Մարինեին գտավ հյուրասենյակում, թղթեր կարգի բերելիս։ Նա ուղիղ աշխատասենյակ չբարձրացավ, ինչպես միշտ էր անում։ Փոխարենը հարցրեց, թե արդյոք նա սուրճ կուզի։ Նա, զարմացած, համաձայնեց։ Նստեցին խոհանոցում, մարմարե կղզյակի երկու կողմերում, զրուցեցին։ Սովորական բաների մասին։ Երանի խցանումների։ Շոքի։ Քաղաքի հավերժական շինարարության։ Բայց առաջին անգամ կապ կար։ Մի կամուրջ էր կառուցվում երկու աշխարհների մեջ, որոնք երբեք չպետք է հպվեին։ Տիգրանը բացահայտեց, որ Մարինեն միայնակ է ապրում Շենգավիթի մի փոքրիկ բնակարանում, որ նրա տատիկը մահացել է 2 տարի առաջ, որ նա սիրում է կարդալ, բայց երբեք շատ գրքեր գնելու գումար չի ունեցել, որ նրա երազանքը մանկավարժություն սովորելն է, բայց հաշիվները միշտ առաջնային են եղել։ Մարինեն բացահայտեց, որ Տիգրանն ամուսնալուծված է, որ ամուսնությունը կազմակերպել էր ընտանիքը, ավելի շատ գործարքեր, քան սեր, որ նա միայնակ է, նույնիսկ մարդկանցով շրջապատված, որ հսկայական առանձնատունն իրականում շքեղ բանտ է, որ նա երբեք իրեն թույլ չի տվել խոցելի լինել որևէ մեկի հետ։ Շաբաթներն անցան։ Զրույցներն ավելի երկարեցին։ Հայացքները ավելի խորը։ Տիգրանը սկսեց փոքրիկ նվերներ թողնել Մարինեի համար։ Մի տուփ թանկարժեք շոկոլադ։ Բանաստեղծությունների գիրք։ Մետաքսե շարֆ։ Ոչ մի շքեղ բան։ Բայց ամեն ինչ նշանակալից էր։ Մարինեն իր հերթին սկսեց անել փոքր բաներ, որոնք գիտեր, որ նրան դուր կգան։ Պատրաստում էր սուրճը ճիշտ այնպես, ինչպես նա էր նախընտրում։ Աշխատասենյակի պատուհանը բաց էր թողնում, որովհետև գիտեր, որ նա սիրում է թարմ օդը։ Ինտուիտիվ կերպով դասավորում էր նրա փաստաթղթերը, հեշտացնելով նրա աշխատանքը։ Նրանք լուռ պար էին պարում։ Վտանգավոր։ Անհավանական։ Մի հինգշաբթի երեկոյան ամբողջ թաղամասում հոսանքազրկում եղավ։ Տունը խավարի մեջ մնաց։ Մարինեն պատրաստվում էր գնալ, երբ Տիգրանը խոհանոցում հայտնվեց 2 մոմով։ Նա առաջարկեց, որ մնան այնտեղ, մինչ լույսը վերադառնա։
Անվտանգ չէր, որ նա դուրս գար այդ խավարում։ Նստեցին հյուրասենյակում միայն մոմերի լույսի ներքո։ Խավարն ամեն ինչ ավելի մտերմիկ էր դարձնում։ Բառերն ավելի հեշտ էին հոսում։ Տիգրանը պատմեց ընտանիքի ճնշման մասին։ Այն մասին, թե որքան խեղդող է կրել Մարտիրոսյան ազգանունը։ Այն մասին, թե ինչպես է իրեն օտար զգում սեփական կյանքում։ Մարինեն առաջին անգամ խոսեց իր անվստահությունների մասին։ Այն վախի մասին, որ երբեք ավելին չի լինի, քան տներ մաքրող աղջիկը։ Այն մասին, թե որքան դժվար է արժանապատվությունը պահպանել մի աշխարհում, որը նրան ստորադասի պես է վերաբերվում։ Տիգրանը նայեց նրան մի խորությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Մարինե, դու ամենաարժանապատիվ մարդկանցից մեկն ես, ում ես երբեք հանդիպել եմ։ Դու քրտնաջան աշխատում ես, ոչ ոքից ոչինչ չես խնդրում, դեռ ուժ ես գտնում բարի լինելու։ Դա հազվադեպ է։ Դու հազվագյուտ ես։ Նրա խոսքերը խոցեցին նրան։ Ոչ ոք երբեք նման բան չէր ասել նրան։ Ոչ ոք երբեք նրան այդպես չէր տեսել։ Նա զգաց, որ աչքերը այրվում են։ Հայացքը փախցրեց, բայց Տիգրանը թեթակի դիպավ նրա դեմքին, ստիպելով նորից նայել իրեն։ Մի թաքնվիր ինձնից։ Խնդրում եմ։ Մարինեն չգիտեր ինչ անել։ Սիրտը անկանոն բաբախում էր։ Նրա մոտիկությունն արբեցնող էր։ Նա գիտեր, որ վտանգավոր սահման է հատում, բայց չէր կարողանում հեռանալ։ Տիգրանը դանդաղ մոտեցավ։ Ժամանակ տվեց նրան հետ քաշվելու։ Բայց նա չհետ քաշվեց։ Նրանց շուրթերը հանդիպեցին մի նուրբ, տատանվող, բայց խորապես անկեղծ համբույրով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին։ Վախեցած։ Բայց նա լիովին վստահ, որ դա, որքան էլ անհավանական լիներ, իրական էր։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Այդ համբույրը փոխեց ամեն ինչ։ Ոչ թե որովհետև կատարյալ կամ կինոյի նման էր, այլ որովհետև անկեղծ էր։ Երբ լույսը վերադարձավ, Մարինեն ու Տիգրանը հեռացան իրարից, դեռ փորձելով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Նա վերցրեց պայուսակը, արագ հրաժեշտ տվեց ու դուրս եկավ։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե ավտոբուսի բոլոր ուղորները կարող են լսել։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Նայում էր իր փոքրիկ սենյակի առաստաղին, վերհիշելով այդ համբույրի յուրաքանչյուր վայրկյանը։ Նրա շուրթերի նուրբ հպումը։ Նրա օծանելիքի բույրը։ Այն, թե ինչպես նա նայեց իրեն մոտենալուց առաջ։ Կարծես նա աշխարհի միակ մարդն էր, որն այդ պահին կարող էր։ Բայց հրճվանքի հետ միասին վախն էր գալիս։ Մարինեն գիտեր իր տեղը։ Գիտեր հասարակության չգրված կանոնները։ Նա սպասուհին էր։ Նա տերը։ Հարուստ։ Հզոր։ Ավանդական ընտանիքից։ Իսկ ինքը մի հասարակ կին, առանց կարոր ազգանվան, առանց համալսարանական դիպլոմի, առանց ոչնչի, բացի իր կամքի ուժից ու արժանապատվությունից։ Ինչը կարող էր լավ լինել նման պատմության մեջ։ Հաջորդ օրը, երբ վերադարձավ աշխատանքի, Մարինեն սպասում էր Տիգրանի աչքերում զղջում տեսնել։ Սպասում էր, որ նա ծածնի, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց երբ նա իջավ նախաճաշի տեսավ նրան խոհանոցում, նրա ժպիտն անկեղծ էր։ Ջերմ։ Առանց ամոթի որե նշույլի։ Բարի լույս, Մարինե։ Բարի լույս, Տիգրան։ Լավ քնեցիր։ Պարզ հարցը խորը իմաստ էր կրում։ Նա ամաչկոտ ժպտաց։ Ոչ այնքան։ Իսկ դու։ Ես էլ։ Քո մասին էի մտածում։ Նրա խոսքերն ուղիղ էին, ազնիվ։ Մարինեն զգաց, որ դեմքը տաքանում է։ Չգիտեր ինչ ասել։ Տիգրանը մոտեցավ, կանգնեց նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Ես գիտեմ, որ սա բարդ է։ Ես գիտեմ, որ դրսի աշխարհը չի հասկանա։ Բայց ես չեմ կարող ծածնել, թե չեմ զգում այն, ինչ զգում եմ։ Եվ չեմ ուզում, որ դու էլ ծածնես։ Մարինեն նայեց նրա աչքերին։ Անկեղծություն գտավ։ Քաջություն գտավ։ Եվ որոշեց ինքն էլ քաջ լինել։ Ես էլ չեմ կարող ծածնել։ Բայց վախենում եմ, Տիգրան։ Վախենում եմ, թե սա ինչ կարող է նշանակել։ Վախենում եմ ինձ վնասելուց։ Վախենում եմ քեզ վնասելուց։
Ուրեմն դանդաղ կգնանք, առանց շտապելու, միայն մենք երկուսս, առանց ակնկալիքների, պարզապես, ապրելով, և այսպես սկսվեց նրանց սիրավեպը, զուսպ, թաքուն, բայց բուռն։ Հաջորդ օրերին Տիգրանը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը։ Աշխատում էր տնային գրասենյակից, չեղարկում էր հասարակական միջոցառումները, պատրվակներ էր հորինում նրա կողքին լինելու համար։ Իսկ Մարինեն, իր հերթին, սկսեց իրեն թույլ տալ զգալ, թույլ տալ երջանիկ լինել։ Նրանք իրենց սեփական առօրյան մշակեցին։ Առավոտյան միասին սուրճ էին խմում խոհանոցում։ Ցերեկը, երբ Մարինեն ավարտում էր աշխատանքը, նստում էին հետի պատշգամբում, թաքնված փողոցի հայացքներից, ժամերով զրուցում։ Ամեն ինչի մասին, ոչնչի մասին, հին երազանքների ու նոր վախերի մասին։ Տիգրանը պատմեց միայնակ մանկության մասին, մեծանալով մի ընտանիքում, որն ավելի շատ գնահատում էր ազգանունը, քան այն կրող մարդկանց։ Լիլիթի հետ ձախողված ամուսնության մասին, երանյան բարձր հասարակության մի կնոջ, որը նրան տեսնում էր միայն որպես սոցիալական աստիճան։ Այն մասին, թե ինչպես երբեք իրեն իսկապես սիրված չի զգացել։ Միայն օգտակար։ Մարինեն կիսվեց իր սեփական ցավերով։ Մոր կորուստը դեռ մանուկ հասակում։ Տատիկի պայքարը նրան միայնակ մեծացնելու համար։ 15 տարեկանից աշխատելու տարիները, հաշիվներին օգնելու համար։ Սովորելու հետաձգված երազանքը։ Անտեսանելի լինելու հոգնածությունը։ Մի շաբաթ օր Տիգրանը Մարինեին զարմացրեց մի այլ նվերով։ Դա մի մեծ տուփ էր, խնամքով փաթեթավորված։ Նա բացեց գրքեր գտավ։ Շատ գրքեր։ Մանկավարժության, մանկական հոգեբանության, դիդակտիկայի մասին։ Այն ամենը, ինչ նրան պետք կլիներ, եթե մի օր վերադառնար ուսմանը։ Մարինեն գրքերը սեղմեց կրծքին, աչքերը արցունքոտ։ Ինչու ես դա անում ինձ համար։ Որովհետև ես հավատում եմ քեզ։ Որովհետև դու արժանի ես բոլոր այն հնարավորություններին, որոնք երբեք չես ունեցել։ Եվ որովհետև ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես դու փայլում։ Դա առաջին անգամն էր, որ Մարինեն լաց եղավ նրա առաջ։ Ոչ թե տխրությունից, այլ երախտագիտությունից։ Թեթացումից։ Զգալով, որ ինչ-որ մեկը, վերջապես, տեսնում է իրեն։ Իսկապես։ Տիգրանը գրկեց նրան։ Եվ այդ գրքում Մարինեն գտավ մի տուն, որի փնտրտուքի մեջ լինելու մասին նույնիսկ չգիտեր։ Շաբաթներն անցան, նրանց միջ կապն ավելի ամրապնդվեց։ Լինում էին թեթ, գրեթե մանկական պահեր։ Մի անգամ Տիգրանը որոշեց, որ ուզում է սովորել խոհարարություն, պնդեց, որ Մարինեն իրեն սովորեցնի շոկոլադե տորտ պատրաստել։ Խոհանոցը վերածվեց շոկոլադի, ալյուրի ծիծաղի մարտադաշտի։ Վերջում տորթը ծուռ ու այրված ստացվեց, բայց երկուսն էլ դրան ուշադրություն չդարձրին։ Լինում էին նախորը խոցելիության պահեր։ Մի գիշեր, ընտանիքի հետ ծանր վիճաբանությունից հետո, Տիգրանը տուն եկավ տեսանելիորեն ընկճված։ Մարինեն նրան գտավ հյուրասենյակի բազմոցին նստած, գլուխը ձեռքերի մեջ։ Առանց որևէ բան ասելու, նա նստեց նրա կողքին։ Նա հենվեց գլուխը դրեց նրա ծնկներին։ Մարինեն լուրջ շոյեց նրա մազերը։ Երբեմն լռությունն ավելին էր ասում, քան ցանկացած խոսք։ Եվ լինում էին կրքի պահեր։ Առաջին համբույրը տատանվող էր եղել։ Բայց դրան հաջորդածները բուռն էին, հրատապ, զսպված ցանկությամբ լի։ Նրանք տրվում էին միմյանց մի ինտենսիվությամբ, որը զարմացնում էր երկուսին էլ։ Կարծես ամբողջ կյանքը սպասել էին դրան։ Բայց յուրաքանչյուր սիրո պատմություն իր խոչընդոտներն ունի։ Եվ առաջին խոչընդոտը հայտնվեց Հայկ Սահակյանի տեսքով, Տիգրանի լավագույն ընկերներից մեկը համալսարանական տարիներից։ Հայկը փաստաբան էր, հարուստ ընտանիքից, ուներ այն տիպիկ ամբարտավանությունը, որը բնորոշ է նրանց, ովքեր երբեք ոչնչի համար պայքարելու կարիք չեն ունեցել։ Տիգրանը ոչ ոքի չէր պատմել Մարինեի մասին։ Ոչ թե որովհետև ամաչում էր, այլ որովհետև ուզում էր պաշտպանել այդ պահը։ Պաշտպանել երկուսին էլ։ Բայց մի չորեքշաբթի օր Հայկն անսպասելի հայտնվեց առանձնատանը։ Տիգրանն աշխատասենյակում էր, խորասուզված աշխատանքի մեջ։ Մարինեն հյուրասենյակում էր, ուղում էր բազմոցի բարձերը։ Հայկը ներս մտավ առանց թակելու, ինչպես միշտ էր անում։ Կանգ առավ, տեսնելով Մարինեին։
Նրա աչքերը սահեցին նրա վրայով մի հայացքով, որը նրան ստիպեց իրեն կեղտոտ զգալ։ Ողջույն, սիրելիս։ Նոր ես այստեղ։ Մարինեն անմիջապես անհարմարություն զգաց։ Բայց կեցվածքը պահեց։ Մի քանի ամիս է, ինչ այստեղ եմ աշխատում։ Պարոն Տիգրանն աշխատասենյակում է։ Պարոն Տիգրան, կրկնեց Հայկը հեգնական ժպիտով։ Ինչ պաշտոնականություն։ Դու շատ գեղեցիկ ես, գիտես։ Անունդ ինչ է։ Մարինե։ Մարինե, կրկնեց նա, կարծես համտեսելով անունը։ Ինչ գեղեցիկ անուն է։ Գեղեցիկ աղջկա համար։ Մարինեն չպատասխանեց։ Պարզապես գլխով արեց փորձեց դուրս գալ սենյակից, բայց Հայկը մի քայլ արեց, փակելով նրա ճանապարհը։ Այդքան շտապում ես։ Չես ուզում մնալ ու ինձ ընկերակցել, մինչ ընկերոջս սպասեմ։ Ես պետք է ավարտեմ իմ աշխատանքը, պարոն։ Հայկը մի քայլ ավելի մոտեցավ։ Չափազանց մոտ։ Մարինեն կարող էր զգալ թանկարժեք օծանելիքի, էժանագին ամբարտավանության հոտը։ Գիտես, Տիգրանը միշտ լավ ճաշակ է ունեցել աշխատողների հարցում։ Բայց դու հատկապես հետաքրքիր ես։ Նրա ձեռքը մեկնվեց, թեթակի դիպչելով Մարինեի թին։ Նա անմիջապես հետ քաշվեց, սիրտը արագացած։ Բայց ինչ որե բան կասեր, Տիգրանի ձայնը սրի պես կտրեց օդը։ Ձեռքդ քաշիր նրանից։ Հայկը զարմացած շրջվեց։ Տիգրանը կանգնած էր աշխատասենյակի դռան մոտ, դեմքը լարված, աչքերը կրակոտ։ Մարինեն նրան երբեք այդպիսին չէր տեսել։ Այնտեղ զսպված, վտանգավոր զայրույթ կար։ Տիգրան, ընկեր, ես ուղղակի ասացի, ձեռքդ քաշիր նրանից։ Հայկը հետ քաշվեց, ձեռքերը բարձրացրած ի նշան հանձնվելու։ Հանգստացիր, ընկեր։ Ես չգիտեի, որ դու սպասուհու հետ կապ ունես։ Մարինեն այդ արտահայտությունն ապտակի պես զգաց։ Սպասուհու։ Կարծես նա իր լիներ։ Առարկա։ Զվարճանք։ Տիգրանը երեք երկար քայլով հատեց սենյակը։ Կանգնեց դեմ առ դեմ Հայկի հետ։ Նա սպասուհին չէ։ Նա Մարինեն է։ Եվ նա իմ կինն է։ Հաջորդած լռությունն ականջ ծակող էր։ Մարինեն լայն բացեց աչքերը։ Հայկի բերանը բաց մնաց։ Տիգրանը հենց նոր բարձրաձայն հայտարարել էր այն, ինչ նրանք թաքցնում էին։ Եվ ավելին։ Նա նրան անվանեց իր կինը։ Հայկն ուշքի եկավ, սկզբնական ցնցումից անհարմար ծիծաղ արձակեց։ Քո կինը։ Տիգրան, ընկեր, դու կատակում ես, չէ՞։ Ես կատակ անողի տպավորությունն եմ թողնում։ Հայկը նայեց Տիգրանից Մարինեին, փորձելով հասկանալ։ Հետո հեգնական ժպիտը վերադարձավ։ Ընկեր, դու իմ ընկերն ես, դրա համար լավն եմ ասում։ Սա քեզ սիրահետում է, որովհետև փողդ է տեսել։ Միշտ այդպես է։ Այս ցածր դասի աղջիկները։ Նախադասությունը չհասցրեց ավարտվել։ Տիգրանը բռնեց նրա վերնաշապիկի օձիքից։ Դուրս իմ տնից։ Հիմա։ Հայկը հրեց Տիգրանի ձեռքերը, ուղեց հագուստը։ Լավ։ Ես կգնամ։ Բայց երբ իրականությանը վերադառնաս ու տեսնես, որ նա միայն քո փողի հետից է ընկած, չկաս իմ ուսին լաց լինելու։ Նա արամարանքի վերջին հայացքը նետեց Մարինեի վրա դուրս եկավ, շրխկացնելով դուռը։ Մարինեն քարացել էր։ Ամեն ինչ այնքան արագ էր տեղի ունեցել։ Տիգրանը շրջվեց դեպի նա, շնչառությունը դեռ հաճախացած։ Լավ ես։ Մարինեն թարթեց։ Դու ինձ անվանեցիր քո կինը։ Տիգրանը մոտեցավ, բռնեց նրա ձեռքերը։ Գիտեմ։ Եվ չեմ զղջում։ Ես հոգնել եմ թաքնվելուց։ Հոգնել եմ ծածնելուց, թե այն, ինչ զգում եմ քո հանդեպ, ավելի քիչ կարևոր է, քան ուրիշների կարծիքը։ Դու իմ կինն ես։ Գոնե, ես ուզում եմ, որ լինես։ Եթե դու էլ ես ուզում։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են։ Ոչ թե ցավից, այլ թեթացումից։ Երջանկությունից։ Ես ուզում եմ։ Ես շատ եմ ուզում։ Տիգրանը նրան ամուր գրկեց։ Եվ այդ պահին երկուսն էլ գիտեին, որ այլս հետդարձի ճանապարհ չկա։ Գաղտնիքը բացահայտված էր։ Եվ հիմա նրանք պետք է դիմակայեին հետանքներին։ Լուրը արագ տարածվեց։
Հայկը, վիրավորված իր հպարտությունից, ժամանակ չկորցրեց կես աշխարհին պատմելու, որ Տիգրան Մարտիրոսյանը հանդիպում է սպասուհու հետ։ Զանգերը սկսեցին հնչել։ Տիգրանի մայրը, Գայանե Մարտիրոսյանը, առաջինն էր։ Պահանջեց, որ նա անմիջապես գնա իրենց տուն։ Միայնակ։ Տիգրանը գնաց և վերադարձավ 3 ժամ անց, հոգնած դեմքով։ Նստեց Մարինեի կողքին, բազմոցին բռնեց նրա ձեռքը։ Վատ էր։ Ավելի վատ, քան պատկերացնում էի։ Մայրս ասաց, որ ես ծիծաղելի եմ, որ դու շահամոլ ես, որ հասարակության մեջ ծաղրի առարկա կդառնամ։ Քույրս, Կարինեն, ավելի կոշտ էր։ Ասաց, որ զղջալու եմ։ Իսկ դու կարծում ես, որ զղջալու ես։ Տիգրանը նայեց նրա աչքերին։ Քնքշորեն դիպավ նրա դեմքին։ Ես կզղջայի միայն, եթե քեզ կորցնեի։ Մարինեն ճակատը հենեց նրան։ Երկուսն այդպես մնացին, լուռ, իմանալով, որ փոթորիկը նոր է սկսվում։ Բայց նա իմանալով, որ միասին կարող են դիմակայել ամեն ինչի։ Որովհետև իսկական սերը, այն, որը ծնվում է անսպասելից աճում դժվարությունների մեջ, ավելի ուժեղ է, քան ցանկացած դատաստան։ Եվ Մարինեն ու Տիգրանը պատրաստվում էին դա ապացուցել։ Հաջորդ օրերը լարված էին։ Տիգրանը որոշեց, որ այլս չի թաքցնի իրենց հարաբերությունները։ Մարինեն սկսեց գիշերել առանձնատանը։ Ոչ թե հետի սպասուհու սենյակում, այլ գլխավոր ննջասենյակում, նրա կողքին։ Փոփոխությունը խորհրդանշական էր։ Նա այլս աշխատող չէր։ Նա նրա կողակիցն էր։ Նրա կինը։ Բայց դրսի աշխարհը պատրաստ չէր դա ընդունելու։ Զանգերը շարունակվում էին։ Տիգրանի ծանոթները սկսեցին հեռանալ։ Միջոցառումների հրավերները չեղարկվում էին։ Գործընկերներն անհարմար էին զգում։ Ընտանիքն ավելի ու ավելի էր ճնշում։ Տիգրանի մայրը, Գայանեն, 60 տարեկան էլեգանտ իշխող կին, ամեն օր զանգում էր, պահանջելով, որ նա վերջ տա այդ ամենին։ Դա փուլ է, Տիգրան։ Դու կհաղթահարես։ Բոլոր տղամարդիկ դրա միջով անցնում են։ Բայց պետք չէ ամուսնանալ առաջին պատահածի հետ։ Հատկապես մի ինչ, մամ։ Մի աշխատասեր կնոջ։ Մի ազնիվ կնոջ։ Դու շատ լավ գիտես, թե ինչի մասին եմ խոսում։ Նա մեր միջավայրից չէ։ Մեզ պես չի դաստիարակվել։ Ինչ ես կարծում, մարդիկ ինչ կասեն։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կասեն։ Բայց ինձ հետաքրքրում է։ Քո քրոջը հետաքրքրում է։ Ընտանիքի անունին է հետաքրքրում։ Մարինեն լսում էր վեճերը հեռվից։ Տեսնում էր, թե ինչպես է հոգնածությունը կուտակվում Տիգրանի աչքերում։ Եվ զգում էր, թե ինչպես է մեղքի զգացումն աճում իր ներսում։ Գուցե նա իսկապես խնդիր էր։ Գուցե եսասեր էր, որ ընդունում էր այդ սերը։ Գուցե պետք է հեռանար, Տիգրանին ազատեր այդ ամբողջ տառապանքից։ Բայց ամեն անգամ, երբ մտածում էր հեռանալու մասին, Տիգրանը նրան պահում էր։ Բառացի փոխաբերական իմաստով։ Նա ասում էր, որ կարևոր չէ, թե ինչ կասեն։ Որ նա լավագույն բանն է, որ երբեք պատահել է իր հետ։ Որ առանց նրա նա կրկին կդառնա այն դատարկ մարդը, որը պարզապես գոյություն ունի, բայց երբեք չի ապրում։ Եվ հետո եկավ այն բացահայտումը, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Մարինեն մի քանի շաբաթ իրեն տարօրինակ էր զգում։ Սրտխառնոց առավոտյան։ Չափազանց հոգնածություն։ Զգայուն կուրծք։ Սկզբում կարծում էր, թե սթրես է։ Այդ ամբողջ հուզական քաոսն իրենն էր անում։ Բայց երբ դաշտանը ուշացավ, վախը կայծակի պես խոցեց նրան։ Նա թաքուն դեղատնից թեստ գնեց։ Արեց միայնակ մի պահի, երբ Տիգրանն աշխատասենյակում էր։ Սպասեց իր կյանքի ամենաերկար 3 րոպեներին։ Երբ տեսավ 2 վարդագույն գծերը, հատակը կարծես անհետացավ ոտքերի տակից։ Հըվի։ Նա հղի էր։ Մարինեն նստեց լոգասենյակի հատակին, թեստը դեռ դողում էր ձեռքերում։ Հազարավոր մտքեր միանգամից ներխուժեցին նրա գլուխ։ Ինչպես ասել Տիգրանին։ Նա կուրախանա։ Կմտածի, որ դիտմամբ է արել։ Նրա ընտանիքը կմեղադրի։ Նրան, որ թակարդ է լարել, նրան պահելու համար։ Սա ամեն ինչ կվատթարացնի։ Նա լաց եղավ։ Լաց եղավ վախից, ուրախությունից, շփոթությունից։
Լաց եղավ, որովհետ խորքում նրա մի մասը երջանիկ էր։ Երջանիկ, որ կյանք է կրում։ Սիրուց ստեղծված կյանք։ Բայց մյուս մասը սարսափած էր։ Սարսափած ժամանակի ընտրությունից։ Հետանքներից։ 3 օր պահանջվեց քաջություն հավաքելու պատմելու համար։ Մի ուրբաթ երեկո, ընթրիքից հետո, նա խնդրեց զրուցել։ Տիգրանը նկատեց նրա ձայնի լրջությունը, անմիջապես անջատեց հեռախոսը։ Ինչ է պատահել։ Բան կա։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Ձեռքերը դողում էին։ Տիգրան, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Եվ չգիտեմ, թե դու ինչպես կարձագանքես։ Ես չեմ պլանավորել։ Երդվում եմ, որ չեմ պլանավորել։ Բայց… Մարինե, դու ինձ վախեցնում ես։ Ինչ է պատահել։ Նա հանեց հղիության թեստը, որը պահել էր պայուսակում։ Մեկնեց նրան, առանց որևէ բան ասելու։ Տիգրանը վերցրեց առարկան, նայեց, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե ինչ է տեսնում։ Երբ հասկացավ, աչքերը լայն բացվեցին։ Սա այն է, ինչ ես մտածում եմ։ Նա գլխով արեց, արցունքներն արդեն հոսում էին։ Ես հղի եմ, Տիգրան։ 6 շաբաթական, մոտավորապես։ Ես գիտեմ, որ պահը հարմար չէ։ Ես գիտեմ, որ դա էլ ավելի կբարդացնի ամեն ինչ։ Եվ եթե դու չես ուզում… Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Որովհետև Տիգրանը ծնկի էր եկել հատակին, նրա դիմաց։ Նրա ձեռքերը բռնեցին նրա դեմքը մի քնքշությամբ, որը գրեթե ցավեցնում էր։ Դու հղի ես։ Մենք երեխա ենք ունենալու։ Մարինեն թարթեց, շփոթված նրա արձագանքից։ Դու չես բարկացել։ Բարկացել։ Մարինե, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ եմ զգում։ Այնքան շատ բան է միաժամանակ։ Բայց բարկացել։ Երբեք։ Ես միշտ ուզել եմ հայր լինել։ Լիլիթի հետ ամուսնությունս ինձ դա երբեք չտվեց։ Նա երեխաներ չէր ուզում։ Ասում էր, որ կխանգարեն իր կյանքին։ Եվ ես հրաժարվեցի այդ երազանքից։ Մտածում էի, որ երբեք տեղի չի ունենա։ Բայց հիմա դու ինձ տալիս ես ամենամեծ օրհնությունը, որը կարող էի ստանալ։ Նրա խոսքերը փարատեցին Մարինեի բոլոր վախերը։ Նա նորից լաց եղավ, բայց այս անգամ թեթացումից։ Տիգրանը նրան ամուր գրկեց, համբուրեց ճակատը, այտերը, շուրթերը։ Մենք ընտանիք ենք լինելու, Մարինե։ Իսկական ընտանիք։ Բայց նրանց երջանկությունը երկար չտեց։ Երբ լուրը հասավ Գայանեին ու Կարինեին, արձագանքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Մարինեն վախենում էր։ Շահամոլության, դավադրության, հարստության համար թակարդ լարելու մեղադրանքներ։ Կարինեն հատկապես դաժան էր։ Զանգեց եղբորը, հեռախոսով գոռալով. Դու հիմար ես, Տիգրան։ Նա քեզ դիտմամբ է հղիացրել։ Չես տեսնում։ Նա ուզում է քեզ կապել։ Ուզում է երաշխավորել ալիմենտը, ժառանգությունը։ Նա շահամոլ է։ Տիգրանը, զայրացած, անջատեց քրոջ երեսին։ Բայց Մարինեն ամեն ինչ լսեց։ Եվ խոսքերը ասեղների պես խրվեցին նրա սրտում։ Որովհետև որքան էլ իմանար ճշմարտությունը, որքան էլ իմանար, որ հղիությունն անսպասելի էր երկուսի համար էլ, աշխարհը երբեք չէր հավատա։ Աշխարհը միշտ կմտածեր, որ նա է ամեն ինչ կազմակերպել։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին մի ընթրիքի ժամանակ։ Գայանեն պնդեց, որ Տիգրանը Մարինեին տանի, ընտանիքի հետ պաշտոնապես ծանոթանալու։ Տիգրանը միամտաբար կարծեց, որ դա ընդունելության ժեստ է։ Բայց Մարինեն գիտեր, որ դա ծուղակ է։ Ընթրիքը նշանակված է շաբաթ երեկոյան, Մարտիրոսյանների ընտանեկան առանձնատանը, կենտրոնում։ Մի տուն, որն ավելի մեծ ու տպավորիչ էր, քան Տիգրանինը։ Մարինեն հագավ իր ունեցած լավագույն զգեստը, մուգ կապույտ, պարզ, բայց էլեգանտ։ Տիգրանը մեքենայում ամբողջ ընթացքում բռնել էր նրա ձեռքը։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ հետ եմ։ Բայց ամեն ինչ լավ չեղավ։ Երբ մտան ճաշասենյակ, ջերմաստիճանն ընկավ։ Գայանեն անթերի տեսք ուներ բեժ գործնական կոստյումով։ Կարինեն, Տիգրանի քույրը, մոր կողքին էր, բրենթային զգեստով արհամարհական արտահայտությամբ։ Տիգրանի հայրը մահացել էր տարիներ առաջ, այնպես որ միայն Մարտիրոսյան 2 կանայք էին։ 2 հզոր կին, որոնք սովոր էին ամեն ինչ վերահսկել։
Մարինեն ու Տիգրանը նստեցին։ Գայանեն աչքը չէր կտրում Մարինեից։ Ընթրիքը մատուցեց համազգեստով մի սպասուհի, Մարինեն չկարողացավ չնկատել հեգնանքը։ Շաբաթներ առաջ ինքն էր այդ կինը։ Անտեսանելի։ Ծառայող։ Գայանեն սկսեց թվացյալ քաղաքավարի հարցերից։ Որտեղից է Մարինեն։ Ինչով են զբաղվում նրա ծնողները։ Որտեղ է սովորել։ Յուրաքանչյուր հարց քողարկված նետ էր։ Մարինեն ազնվորեն պատասխանեց։ Ասաց, որ մայրը մահացել է, երբ ինքը երեխա էր։ Որ մեծացել է տատիկի հետ։ Որ համալսարանում սովորելու հնարավորություն չի ունեցել։ Որ վաղ տարիքից աշխատել է։ Հասկանալի է, ասաց Գայանեն մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Իսկ երբ սկսեցիք աշխատել իմ որդու տանը։ 8 ամիս առաջ։ Իսկ երբ հենց սկսվեցին ձեր հարաբերությունները նրա հետ։ Տիգրանը միջամտեց։ Մամ, սա հարցաքննություն չէ։ Կարինեն անհարմար ծիծաղ արձակեց։ Կարծես թե հենց դա է, եղբայր։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, թե ինչպես մի սպասուհի կարողացավ ցանցի մեջ գցել Երանի ամենացանկալի ամուրիներից մեկին։ Մարինեն զգաց, որ արյունը եռում է։ Բայց կեցվածքը պահեց։ Ես ոչ ոքի ցանցի մեջ չեմ գցել։ Չես գցել, շարունակեց Կարինեն։ Ուրեմն պարզապես զուգադիպություն էր, որ հղիացար հարաբերությունների առաջին ամիսներին։ Կարինե, Տիգրանը ձեռքով հարվածեց սեղանին։ Հերիք է։ Գայանեն ձեռքը բարձրացրեց, հանգստություն խնդրելով։ Տիգրան, սիրելիս։ Մենք ուղղակի ուզում ենք քեզ պաշտպանել։ Դու լավ մարդ ես։ Նույնիսկ միամիտ։ Եվ աշխարհում կան կանայք, որոնք օգտվում են դրանից։ Մարինեն կուլ տվեց թուքը։ Խոսքերը թույնի պես էին։ Գայանեն ուղիղ շրջվեց դեպի նա։ Մարինե, ես անկեղծ կլինեմ քեզ հետ։ Ես գիտեմ, որ դու դժվար իրականությունից ես գալիս։ Եվ ես նույնիսկ հիանում եմ քո կամքի ուժով։ Բայց դու իմ որդին տարբեր աշխարհներում եք ապրում։ Սա երբեք չի ստացվի։ Դու քեզ օտար կզգաս։ Ստորադաս։ Իսկ իմ որդին կկրի մեկին պահելու բեռը, ով երբեք իր մակարդակին չի լինի։ Մարինեն զգաց, որ արցունքները սպառնում են թափվել։ Բայց թույլ չտվեց։ Ամբողջ հարգանքով, Տիկին Գայանե, դուք ինձ չեք ճանաչում։ Դուք ոչինչ չգիտեք իմ մասին։ Կամ այն մասին, թե ինչ ենք ես ու Տիգրանը զգում միմյանց հանդեպ։ Ես բավականաչափ գիտեմ։ Գայանեն բացեց պայուսակը մի ծրար հանեց։ Դրեց սեղանին, Մարինեի դիմաց։ Այստեղ 10 միլիոն դրամ կա։ Դա ավելի շատ գումար է, քան դու հավանաբար կտեսնես քո ամբողջ կյանքում։ Վերցրու։ Անհետացիր։ Եվ իմ որդուն հանգիստ թող։ Լռություն դեր։ Մարինեն նայեց ծրարին։ 10 միլիոն դրամ։ Մի ամբողջ կարողություն իր համար։ Գումար, որը կարող էր փոխել իր կյանքը։ Ապահովել իր երեխայի ապագան։ Բայց մինույն ժամանակ դա այն գինն էր, որը նրանք ուզում էին վճարել, որպեսզի նա անհետանա։ Կարծես նա ապրանք լիներ։ Կարծես նրա սերը կեղծիք լիներ։ Մարինեն ոտքի կանգնեց։ Ոտքերը դողում էին, բայց նա ամուր մնաց։ Նայեց Գայանեի աչքերին։ Ես ձեր գումարը չեմ ուզում։ Ես երբեք գումար չեմ ուզել։ Ես սիրում եմ ձեր որդուն։ Եվ ես չեմ անհետանա, որովհետև դուք կարծում եք, որ ես բավականաչափ լավը չեմ։ Ես գիտեմ, թե ով եմ ես։ Գիտեմ իմ արժանապատվության մասին։ Եվ ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունեմ։ Նա վերցրեց պայուսակը, նայեց Տիգրանին։ Ներիր, Տիգրան։ Բայց ես չեմ մնա այստեղ ու չեմ լսի այս բաները։ Նա դուրս եկավ սենյակից։ Անցավ հսկայական միջանցքով։ Լսեց, թե ինչպես է Տիգրանը կանչում իր հետից։ Բայց չկանգնեց։ Պետք է դուրս գար այնտեղից։ Պետք է շնչեր։ Երբ հասավ փողոց, արցունքները վերջապես թափվեցին։ Նա հենվեց մի սյանը, հեկեկալով։ Ամեն ինչ ցավում էր։ Կուրծքը։ Գլուխը։ Սիրտը։ Տիգրանը նրան հասավ մի քանի վայրկյան անց։ Գրկեց նրան հետից, ամուր պահելով։ Ներիր ինձ։
այնքան ներիր։ Ես չգիտեի, որ նրանք դա կանեն։ Մարինեն շրջվեց դեպի նա, դեմքը արցունքներից թաց։ Նրանք ինձ գումար առաջարկեցին, Տիգրան։ Կարծես ես գիտեմ։ Եվ նրանք սխալ են։ Լիովին սխալ։ Մարինե, դու ամենաարժանապատիվ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ հետ այդպես վարվի։ Ոչ մայրս։ Ոչ քույրս։ Ոչ ոք։ Նա երկու ձեռքով բռնեց նրա դեմքը։ Ես քեզ եմ ընտրում։ Միշտ քեզ եմ ընտրելու։ Քեզ մեր երեխային։ Դուք եք իմ ընտանիքը հիմա։ Եվ այնտեղ, կենտրոնի փողոցներից մեկի մայթին, լուսավորված։ Միայն լապտերներով ու լուսնով Մարինեն ու Տիգրանը գրկախառնվեցին։ Միասնական, ընդդեմ աշխարհի։ Որովհետև նրանց սերն ավելի ուժեղ էր, քան ցանկացած նախապաշարմունք։ Ավելի ուժեղ, քան փողը։ Ավելի ուժեղ, քան ավանդույթը։ Եվ նրանք դա կապացուցեին։ Միասին։ Հաջորդ ամիսները վերականգնման ամիսներ էին։ Տիգրանը ժամանակավորապես կտրեց հարաբերությունները մոր քրոջ հետ։ Ասաց, որ նորից կխոսի նրանց հետ միայն այն ժամանակ, երբ նրանք Մարինեի հետ կվարվեն այն հարգանքով, որին նա արժանի է։ Դա դժվար որոշում էր, բայց անհրաժեշտ։ Կյանքում առաջին անգամ Տիգրանն իր սեփական զգացմունքները վեր էր դասում ընտանեկան ակնկալիքներից։ Մարինեն, իր հերթին, ծաղկեց։ Փորը օրեցօր մեծանում էր։ Եվ դրա հետ միասին աճում էր նա այն վստահությունը, որ այս ամենն արժեր դրան։ Տիգրանը ուշադիր էր, ներկա, սիրահարված։ Ուղեկցում էր յուրաքանչյուր բժշկական այցի, յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության։ Երբ իմացան, որ աղջիկ են ունենալու, նա հուզմունքից լաց եղավ։ Միասին ընտրեցին անունը Սոֆի։ Իմաստություն։ Որովհետև այդ երեխան արդեն այնքան բան էր սովորեցրել երկուսին։ Առանձնատունը փոխակերպվում էր։ Հին աշխատասենյակը դարձավ մանկական սենյակ։ Տիգրանը պնդեց, որ մասնակցի ամեն ինչին։ Պատերը ներկեց նուրբ վարդագույնով։ Սեփական ձեռքերով հավաքեց օրորոցը։ Գնեց փափուկ խաղալիքներ, հագուստ, տակդիրներ։ Յուրաքանչյուր գնումից հետո նա նայում էր Մարինեին այն ժպիտով, որն ասում էր ամեն ինչ։ Ես երազանք եմ իրականացնում։ Մարինեն երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն էլ թույլ տվեց երազել։ Նորից սկսեց սովորել, մանկավարժության առցանց դասընթացներ անցնելով։ Տիգրանը վճարում էր ամեն ինչի համար, բայց ոչ որպես լավություն։ Որպես ներդրում։ Նա հավատում էր նրան։ Եվ այդ հավատը նրան ստիպում էր ավելի լավը լինել։ Եղան դժվար պահեր։ Հղիության 5-րդ շաբաթը բարդ էր։ Մարինեն վիժման վտանգ ուներ, ստիպված էր 2 շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել։ Տիգրանը նրա կողքից չհեռացավ։ Չեղարկեց հանդիպումները, հետաձգեց ուղղորությունները։ Ամեն գիշեր քնում էր նրա մահճակալի կողքին, բռնած նրա ձեռքը։ Երբ վտանգն անցավ, երկուսը միասին լաց եղան։ Թեթացումից։ Երախտագիտությունից։ Սիրուց։ Հղիության 6-րդ ամսին անսպասելի բան տեղի ունեցավ։ Գայանեն հայտնվեց առանձնատանը։ Առանց զգուշացնելու։ Տիգրանը բացեց դուռը, անմիջապես լարվեց։ Ինչ ես ուզում։ Գայանեն առաջին անգամ խոցելի էր թվում։ Նրա աչքերը կարմրել էին։ Նա առանց իր սովորական անթերի դիմահարդարման էր։ Ես ուզում եմ խոսել Մարինեի հետ։ Տիգրանը խաչեց ձեռքերը։ Կարծում եմ, դու արդեն բավականաչափ խոսել ես։ Խնդրում եմ, Տիգրան։ Միայն 5 րոպե։ Մարինեն, որը լսել էր խոսակցությունը սենյակից, մոտեցավ։ Ձեռքը դրեց Տիգրանի ուսին։ Ոչինչ։ Ես կխոսեմ նրա հետ։ Տիգրանը տատանվեց, բայց հարգեց Մարինեի որոշումը։ Դուրս եկավ, բայց մոտակայքում մնաց։ Գայանեն ու Մարինեն նստեցին սենյակում։ Լռությունը ծանր էր։ Մինչ Գայանեն վերջապես խոսեց։ Ես եկել եմ ներողություն խնդրելու։ Մարինեն զարմացած թարթեց։ Ես դաժան էի քեզ հետ։ Սարսափելի բաներ ասացի։ Գումար առաջարկեցի, կարծես դու արժանապատվություն չունենայիր։ Եվ ես սխալ էի։ Լիովին սխալ։
Գայանեն խորը շունչ քաշեց, ձեռքերը թեթակի դողում էին։ Ճշմարտությունն այն է, որ ես վախեցա։ Վախեցա կորցնել իմ որդուն։ Վախեցա, որ նա կտուժի։ Իմ ամուսնությունը պայմանավորված էր։ Ես երբեք չեմ սիրել նրա հորը։ Եվ նա երբեք ինձ չի սիրել։ Մենք մի ամբողջ կյանք ստի մեջ ենք ապրել։ Եվ երբ տեսա իմ որդուն երջանիկ, իսկապես երջանիկ, առաջին անգամ չիմացա ինչպես վարվել։ Որովհետև իմ մի մասը նախանձում էր։ Նախանձում էր, որ նա գտել է մի բան, որը ես երբեք չեմ ունեցել։ Արցունքները սկսեցին հոսել Գայանեի դեմքով։ Ես տեսա քեզ այդ ընթրիքին։ Տեսա, թե ինչպես ես դու նրան նայում։ Տեսա սերը քո աչքերում։ Եվ ես հասկացա, որ դու իմ որդուն չես սիրում նրա փողի համար։ Դու նրան սիրում ես, չնայած փողին։ Դու նրան սիրում ես այն մարդու համար, ով նա է։ Եվ դա հազվադեպ է։ Դա թանկարժեք է։ Մարինեն զգաց, որ իր սեփական արցունքներն են սպառնում թափվել։ Ես հղի եմ ձեր թոռնիկով։ Եվ ես շատ կուզենայի, որ դուք նրա կյանքի մի մասը լինեիք։ Բայց ես անհարգալից վերաբերմունք չեմ ընդունի։ Ոչ իմ, ոչ Տիգրանի, ոչ էլ Սոֆիի հանդեպ։ Գայանեն գլխով արեց, սրբելով արցունքները։ Ես հասկանում եմ։ Եվ ես խոստանում եմ, որ ավելի լավը կլինեմ։ Եթե ինձ մի հնարավորություն տաս։ Մարինեն մեկնեց ձեռքը։ Գայանեն սեղմեց այն։ Եվ այդ ձեռքսեղմումով մի կամուրջ կառուցվեց։ Հաջորդ շաբաթներին Գայանեն ավելի հաճախ հայտնվեց։ Նվերներ բերեց երեխայի համար։ Խնդրեց տեսնել Սոֆիի սենյակը։ Զրուցեց Մարինեի հետ հղիության մասին, խորհուրդներ տվեց։ Դանդաղ, սառույցը հալվում էր։ Կարինեն ավելի երկար տեց։ Բայց երբ վերջապես հայտնվեց, նա էլ ներողություն խնդրեց։ Ասաց, որ կուրացել էր նախապաշարմունքից։ Որ ամաչում է, թե ինչպես է վարվել։ Մարինեն ընդունեց ներողությունը։ Որովհետև վիրավորանք պահելը միայն կծանրացներ իր սեփական սիրտը։ Հղիության 8-րդ ամսին Մարինեն հսկայական էր։ Փորը կարծես պայթելու էր։ Նա հազիվ էր կարողանում կապել իր կոշիկները։ Տիգրանն ամեն ինչ անում էր նրա համար։ Օգնում էր հագնվել, լողանալ, ամեն գիշեր մերսում էր նրա ուռած ոտքերը։ Մի կեսգիշեր Մարինեն արթնացավ, կծկումներ զգալով։ Ժամը 3-ն էր։ Նա խփեց Տիգրանին։ Սերս, կարծում եմ, ժամանակն է։ Տիգրանն այնքան արագ ցատկեց մահճակալից, որ քիչ մնաց ընկներ։ Վերցրեց ծննդաբերության պայուսակը, որը շաբաթներ շարունակ պատրաստ էր, օգնեց Մարինեին հագնվել, նրանք սլացան դեպի հիվանդանոց։ Ծննդաբերությունը երկար տեց։ 12 ժամ։ Մարինեն գոռում էր, լացում, հայհոյում։ Տիգրանը նրա կողքից մի վայրկյան անգամ չհեռացավ։ Բռնում էր նրա ձեռքը, սրբում քրտինքը, քաջալերող խոսքեր էր շշնջում։ Երբ Սոֆին վերջապես ծնվեց, առոտ շաբաթ օրվա ժամը 3-ին, նրա լացը լցրեց սենյակը։ Մարինեն նրան գրկեց, սիրտը, սիրուց պայթելով։ Տիգրանը կողքին էր, անզուսպ լաց լինելով։ Նա կատարյալ է։ Մեր դուստրը կատարյալ է։ Սոֆին ուներ մոր աչքերը, հոր մուգ մազերը։ Փոքրիկ էր, նուրբ, բայց արդեն այնքան սիրված։ Տիգրանը դողացող ձեռքերով կտրեց պորտալարը։ Հետո համբուրեց Մարինեի ճակատը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ինձ ընտանիք պարգելու համար։ Մարինեն ժպտաց, ուժասպառ, բայց պայծառ։ Շնորհակալ եմ ինձ զգացնելու համար, որ ես արժանի եմ դրան։ Ծննդաբերությունից հետո շաբաթները լարված էին։ Անքուն գիշերներ, կեղտոտ տակտիրներ, անընդհատ լաց։ Բայց նա ծիծաղ, բացահայտումներ, անսահման սեր։ Տիգրանը նվիրված հայր էր։ Կեսգիշերին վեր էր կենում, օգնելու կերակրելիս։ Փոխում էր տակտիրներն առանց բողոքելու։ Երգում էր աններդաշնակ օրորոցայիններ, որոնք ստիպում էին Սոֆիին դադարել լաց լինել։ Տունը, որը նախկինում լուռ ու սառն էր, լցվել էր կյանքով։ Սիրով։ Նպատակով։ Սոֆիի 3-րդ ամսում Տիգրանը զարմացրեց Մարինեին։ Խնդրեց, որ մի շաբաթ երեկո գեղեցիկ հագնվի։ Ասաց, որ անակնկալ ունի։ Մարինեն հետաքրքրվեց, բայց հնազանդվեց։ Հագավ թեթ զգեստ, թեթակի դիմահարդարվեց իջավ ներք։ Տիգրանը նրան սպասում էր սենյակում։
Նա նյարդայնացած էր, Մարինեն նկատեց։ Նա բռնեց նրա ձեռքը։ Ուղեկցեց երկրորդ հարկ։ Կանգ առավ գլխավոր ննջասենյակի դիմաց։ Փակիր աչքերդ։ Մարինեն հնազանդվեց։ Լսեց, թե ինչպես է դուռը բացվում։ Զգաց, թե ինչպես է Տիգրանն իրեն ներս ուղեկցում։ Հետո նա ասաց. «Բաց»։ Նա բացեց աչքերը, շունչը կտրվեց։ Ննջասենյակի լոգարանը, հենց այն լոգարանը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, փոխակերպվել էր։ Վարդի թերթիկները ծածկում էին հատակը։ Մոմերը լուսավորում էին յուրաքանչյուր անկյուն։ Նուրբ երաժշտություն էր հնչում։ «Տիգրան, ինչ է սա»։ Նա ծնկի իջավ նրա դիմաց։ Գրպանից մի տուփ հանեց։ Բացեց, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի։ Սպիտակ ոսկու մեջ դրված միայնակ ադամանդ։ Մարինե, ամեն ինչ սկսվեց այստեղ։ Այս վայրում։ Մի անհարմար պահին, որը վերածվեց իմ կյանքի ամենամեծ օրհնության։ Դու ինձ վերադարձրիր կյանք։ Ինձ սովորեցրիր, թե ինչ է իսկապես սիրելը։ Ինձ դուստր պարգեցիր։ Ինձ տուն պարգեցիր։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, սիրելով քեզ։ Կամուսնանաս ինձ հետ։ Մարինեն լաց էր լինում։ Լաց էր լինում ուրախությունից, հուզմունքից, հորթացող սիրուց։ Այո։ 1000 անգամ այո։ Տիգրանը մատանին դրեց նրա մատին։ Ոտքի կանգնեց, համբուրեց նրան։ Երկար, խորը, խոստումներով լի համբույր։ Հարսանիքը նշանակվեց 2 ամիս անց։ Փոքր, մտերմիկ արարողություն, առանձնատան այգում։ Միայն մտերիմ ընտանիքն ու իսկական ընկերները։ Մարինեն հագել էր պարզ սպիտակ զգեստ, նուրբ ժանյակով։ Սոֆին ծաղիկներ բերող աղջիկն էր, Գայանեի գրկում, որն այժմ սիրահարված տատիկ էր։ Կարինեն հարսնաքույրն էր։ Արարողության ընթացքում հրապարակավ ներողություն խնդրեց, հուզելով բոլորին։ Երբ ՔԿԱԳ-ի աշխատակիցը հարցրեց, թե արդյոք Տիգրանն ընդունում է Մարինեին որպես կին, նա առանց տատանվելու պատասխանեց. «Ընդունում եմ։ Այսօր միշտ»։ Եվ երբ հարցրեց Մարինեին, նա նայեց նրա աչքերին, ասաց. «Ընդունում եմ։ Ամբողջ սրտով»։ Համբույրը ծափահարվեց։ Խնջույքը փոքր էր, բայց ուրախությամբ լի։ Ծիծաղ, պարեր, անկեղծ երջանկություն։ Գայանեն, խնջույքի մի պահի, մոտեցավ Մարինեին։ Գրկեց հարսին, շշնջաց. «Շնորհակալ եմ իմ որդուն վերադարձնելու համար։ Շնորհակալ եմ ինձ ցույց տալու համար, թե ինչ է իսկական սերը»։ Մարինեն գրկեց սկեսրոջը։ Եվ այդ գրկում բոլոր վիրավորանքները ներվեցին։ Երբ գիշերն իջավ, հյուրերը գնացին, Տիգրանը, Մարինեն, Սոֆին մնացին միայնակ։ Նստեցին հետի պատշգամբում, հենց այնտեղ, որտեղ այնքան շատ զրույցներ էին տեղի ունեցել։ Սոֆին քնած էր Մարինեի գրկում։ Տիգրանը նրան գրկել էր հետից։ Ով կմտածեր, հա, շնջաց Մարինեն, որ մի պարզ լոգանքը կփոխեր ամեն ինչ։ Տիգրանը համբուրեց նրա գլուխը։ Լոգանքը չէր, որ փոխեց ամեն ինչ։ Դու էիր։ Դու փոխեցիր ամեն ինչ։ Մարինեն շրջվեց, նայեց նրա աչքերին։ Մենք փոխեցինք միմյանց։ Եվ դա ճշմարտություն էր։ Նրանք փոխվել էին։ Առանձին միասին։ Տիգրանն այլս սառը, հեռու գործարար չէր։ Նա սիրող հայր էր, ներկա ամուսին, ամբողջական մարդ։ Մարինեն այլս անտեսանելի կին չէր։ Նա կին էր, մայր, մի կին, որը գիտեր իր արժեքը։ Միասին նրանք ապացուցեցին, որ սերը սոցիալական դաս չի հասկանում։ Չի խոնարհվում նախապաշարմունքների առաջ։ Չի կոտրվում դատաստաններից։ Իսկական սերն այն է, որը ծնվում է ամենաանհավանական վայրում, ծաղկում է բոլոր հավանականություններին հակառակ։ Եվ այնտեղ, այդ պատշգամբում, Երանի աստղերի տակ, նրանք երեքով ընտանիք էին կազմում։ Անկատար ընտանիք, ինչպես բոլորն են։ Բայց սիրով լի ընտանիք։ Եվ ի վերջո, սերն այն ամենն էր, ինչ կարոր էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Տիգրանի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի բուռն պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։